Գնդակը գնդակի հետևից հայտնվում են Զամբյուղի մեջ, սա 6 տարվա պարապմունքների արդյունքն է, 26-ամյա Սևակ Մխիթարյանը Փյունիկ հասարակական կազմակերպության բասկետբոլի թիմի անդամ է։ Նա հաշմանդամության սալյակին է կանվել 9 տարի առաջ, ավտոմեքենայի գազի բալոնից տան բալոնի մեջ գազ լցնելուց առաջացած պայթյունի հետևանքով նա կորցրել է 2 ոտքը։ Սկզբնական շրջանում շատ վատ էի տանում այդ ամեն ինչը, անգամ չէի ուզում իջնել դուրս, ամանչում էի։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ 2005 թվականի Սևակը ընդունվեց Աբովյան քաղաքի Օրբելու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սկսեց հաճախել բասկետբոլի պարապմունքներին։ Այժմ ընդամենը 7 հոգով են պարապմունքներն անցկացնում, նախկինում ավելի շատ են եղել։ Շփվեցի ստեղի տղաների հետ, ու զգացի, որ ամեն ինչ լավ է, ու կյանքը շարունակվում է։ Բասկետբոլի պարապմունքների հետ կապված խնդիրները շատ են։ Ամենալուրջ խնդիրը սայլակների խնդիրն է, որը շատ թանկ է։ Ցանկանայի մեր բարերարները, գիտեմ, մեր շատ բիզնեսմեններ օգնեին, կարողանայինք սայլակներ ձեռք բերեինք։ Սևակը նաև զբաղվում է առագաստանավային մարզաձևով եւ այս տարի հուլիսին ներկայացրել է Հայաստանը աշխարհի առաջնությունում։ Հիանալի սպորտ է, ադրենալինով լի։ Սևակը այս ընթացքում հասցրել է կազմել ընտանիք, որդին արդեն 1 տարեկան է։ Ամենամեծ դժվարությունը դա է, որ չեմ աշխատում, չեմ կարողանում իմ ուզածը ինչ որ ես ցանկանում եմ իմ որդուն անեմ։ Այսօր նա միայն 14500 դրամ թոշակ է ստանում, սակայն նրան վրդովեցնում է նաև հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ։ Վերջերս որ մենք Անգլիայում ենք, ոչ մեկ չէր նկատում, որ ինչ-որ մարդը սայլակի վրա է։ Իսկ մեր մոտ մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ կա, որ խոսքը եթե հաշմանդամ է, ուրեմն ինքը մեղք է։ Պետք չի ճարությամբ նայել հաշմանդամներին։ Նրանք շատ ուժեղ մարդիկ են։ Մանե Պապյան, Արամ Մնացականյան, IPV